Փառք Աստծո, որ այսօր Սուրբ Հարության 6-րդ օրը մենք հնարավորություն ունեցանք, Աստված այդ հնարավորությունը ստեղծեց ծերանոցի Սուրբ Խաչ եկեղեցի մատուռում պատարագ մատուցելու եւ միասին հավաքվելու այստեղ աղոթելու։ Քրիստոսի հարությունը մեր կյանքի խորհուրդն է, իմաստն է։ Գիտեք, ամբողջ աշխարհը բաժանված է երկու մասի։ Մարդկանց մի մասը հավատում է Քրիստոսի հարությանը, հարության խորհուրդը իր համար կյանքի որպես ելակետ, նպատակակետ արած ապրում, եւ մարդկանց մի մասը չի հավատում Քրիստոսի հարությանը, կամ ուղղակի բերանով ասում են մենք հավատում ենք, բայց իրենց կյանքի մեջ ոչ մի էական ազդեցություն չունի Քրիստոսի հարությունը։ Նրանք, ովքեր հավատում են Քրիստոսի հարությանը, իրենց համար կյանքը իմաստ ունի։ Իրենք երջանիկ են եւ լուսավոր են, լույսի մեջ են։ Նրանք, ովքեր չեն հավատում Քրիստոսի հարությանը, իրենց համար կյանքը անիմաստ է, խավարի մեջ են եւ անհուսության մեջ են, երջանիկ չեն։ Հիմա, եթե ուզում ես երջանիկ լինել, ուզում ես լույսի մեջ ապրել, ուզում ես հույսով ապրել, ուրեմն Քրիստոսի հարության խորհրդով պիտի ապրես կյանքդ։ Ոչ թե մենակ ասենք Քրիստոս հարյալ դիմեռելոց եւ օրհնյալ է հարությունը Քրիստոսին ու դրանով ավարտվի հարության հետ մեր ունեցած առնչությունը, այլ այդ խորհրդով ապրելու մասին։ Ես ուզում եմ այսօրվա ավետարանը ձեզ ներկայացնել եւ այսօրվա ավետարանից մի քանի խրատներ քաղենք մեզ համար։ Սրանից հետո Հիսուս դարձյալ իրեն հայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ եւ հայտնեց այսպես. միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը, Երկորյակ կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները եւ աշակերտներից ուրիշ երկու հոգի։ Սիմոն Պետրոսը նրանց ասաց. գնում եմ ձուկ որսալու։ Նրանք ասացին, մենք էլ ենք գալիս քեզ հետ։ Գնացին եւ նավակ մտան եւ այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Երբ առավոտ եղավ, Հիսուս կանգնած էր ծովի եզերքին, բայց աշակերտները չիմացան, որ Հիսուսն է։ Հիսուս նրանց ասաց. տղաներ, ուտելու բան չունեք։ Նրանք պատասխանեցին. ոչ։ Նրանց ասաց. ուրկանները գցեցեք նավակի աջ կողմը եւ կգտնեք։ Գցեցին եւ ձկների բազմությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Եվ աշակերտը, որին Հիսուս սիրում էր, Պետրոսին ասաց. Տերն է։ Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, եւ իրեն նետեց ծովի մեջ։ Մյուս աշակերտներն էլ նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու չէին, այլ 200 կանգունի չափ միայն։ Քաշում էին ուրկանը ձկներով հանդերձ։ Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ, մի ձուկ նրա վրա եւ հաց։ Հիսուս նրանց ասաց. բերեք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք։ Սիմոն Պետրոսը նավակ մտավ եւ ցամաք քաշեց ուրկանը, որը լիքն էր 153 մեծ ձկներով։ Թեև անչափ բան կար, բայց ուրկանը չպատրվեց։ Հիսուս նրանց ասաց. եկեք ճաշեցեք։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել, թե դու ով ես, որովհետև գիտեին, որ Տերն է։ Եկավ Հիսուս, հացը առավ ու տվեց նրանց, նույնպես եւ ձուկը։ Այս երրորդ անգամն էր, որ Հիսուս երևաց իր աշակերտներին մեռելներից հարություն առնելուց հետո։ Դրվագը այսօրվա որ ընթերցում էր, ուրեմն Քրիստոս հարությունից հետո երրորդ անգամ երևաց իր աշակերտներին եւ որտեղ Տիբերիական ծովակի կամ Տիբերիական լճակի ափին։ Գիտեք, Հիսուսի աշակերտների մեծ մասը, ինչպես Պետրոսն ու եղբայր Անդրեասը, Հովհաննեսն ու եղբայր ուրեմն Հակոբոսը ձկնորսներ էին։ Եվ հիմա Քրիստոսի հարությունից հետո ուրեմն նորից
Քրիստոսի ավելի ճիշտ խաչելությունից մահվանից հետո դեռ հարության հավատքը իրենց մեջ հաստատված չէ, դեռ տարակույսների մեջ էին, որտեղ ոմանք ասում էին ողջ է, ոմանք չէին հավատում էին հարությանը, ուրեմն փորձեցին իրենց հին արեստին գնալ, բայց հիշում եք, երբ որ Պետրոսին կանչեց Հիսուս, ասեց այլևս քեզ դարձնելու եմ մարդկանց որսորդ, այսուհետև մարդկանց պիտի որսաս երկնքի արքայության համար, ձկնորսությունից կանչեց մարդկանց որսալու երկնքի արքայության համար, հիմա Պետրոսը ընկերներին ասում է ես գնում եմ ձուկ որսալու, իրանք էլ միացան, ասին մենք էլ ենք գալիս և գնացին, այսինքն գնացին իրենց հին հեշտին, իրենց հին արհեստին, իրենց հին գործին, և ինչ եղավ արդյունքում, ամբողջ գիշեր չարչարվեցին, ոչ մի ձուկ չորսացին, ինչի, որովհետև Տեր իրենց չեր ասել գնացեք ձուկ որսալու, Տերն իրենց ասել էր եկեք մարդիկ որսալու, բայց իրենք թողեցին Տիրոջ պատվիրանը, Տիրոջ պատվերը, Տիրոջ պատգամը, իրենց խելքով գնացին, հա, ինչի համար էին ձուկ որսում, իրենց քաղց հագեցնելու և իրենց կարիքը բավարարելու համար, հա, ապրուստը բավարարելու համար, ուրիշ բանի համար չէին իրենք ձուկ որսում, հա, բայց Տերն իրենց ուրիշ բանի էր կանչել, ասել էր դուք պիտի մարդիկ որսաք երկնքի արքայության համար, և արդյունքն ինչ եղավ, ամբողջ գիշեր չարչարվեցին, ուշադրություն դարձրեք նայել այդ հանգամանքին, գիշերը մութն է, գիշերը խավար է, հա, ասում են, ով որ մեղք է գործում, գիշերն է գործում, հա, մութը, խավարը մեղքի ժամանակն է, լույսը Քրիստոսով ապրելու ժամանակն է, ասում են, լույսի մեջ քայլեք և չեք սայթայքի, և ամբողջ գիշեր այստեղ էլ խորհուրդ կա, գիշերվա մեջ գործելը և լույսով գործելը, հա, այսինքն գիշերը, երբ որ մենք սխալ գործեր ենք անում, չար գործեր ենք անում, մեղսալի գործեր ենք անում, լույսը, երբ որ մենք արդարություն ենք գործում, բարիք ենք գործում, աստվածահաճո գործերի մեջ ենք, և տեսեք, մի հանգամանքի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ, հնում 100, 200, 300 տարի առաջ մարդկանց կյանքը ցերեկային էր, ինչ եմ ուզում ասում, արևը ծագելու հետ մարդիկ արթնանում են, սկսում են գործել, արևը մայր մտնելու հետ գնում են քնելու, այսօր աշխարհն ինչ անում, այսօր աշխարհի մեծ մասը հակառակ վիճակի մեջ է, ցերեկները քնում են, գիշերային կյանքը եռում է, հա, ժամանցի վայրերում, կազինոներում, խաղատներում, հասարակած տներում, ինչ ասես, ու ամբողջ աշխարհում է, գիշերը կյանքը եռում է, ցերեկը մեռած է կյանքը, այսինքն աստվածային կարգ ու սարքին հակառակը գնում մարդը, իսկ գիշերը մեղքի ժամանակն է, այդ գիշերային կյանքի մեջ ինչքան ասես մեղք կա, մենք էլ շատերս սովորենք գիշեր ուշ ժամի նստել, պետք չի, ավելի լավ առավոտը շուտ արթնանանք, քան թե գիշերը ուշ մնանք, միևնույն է, եթե մեզ թվում է նույնիսկ այդ գիշերով մի օգտակար գործով ենք զբաղվում, գիշերվա արած գործի օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է, որտեղ մարդը օրվա հոգնությունից հետո արդեն ուղեղը հոգնած, մարմինը հոգնած, աչքը կպնում է, չի կարողանում ու ուզում է ինչ-որ մի գործ անի, անիմաստ անօգուտ գործ է, եթե դու այդ ժամին քնես առավոտն արթնանաս, այն գիշերվա 2 ժամվա տքնությամբ, մի կերպ սխալ-մխալ կիսած պռատ արած գործը, առավոտը դու 15 րոպեում կանես, թարմ ուղեղով, հա, հանգստացած վիճակով, ուրեմն գիշեր էր, և ինչ եղավ, առավոտյան լույսը բացվեց, Հիսուս հայտնվեց ծովեզերքին, հարություն առած Հիսուս, բայց չէին ճանաչում աշակերտները, որտեղ շատ այդպիսի դեպքեր կա, Քրիստոս իր հարությունից հետո հայտնում էր Էմավոսի ճամփորդներին, հայտնվեց, հետները խոսելով քայլում էր, չէին ճանաչում, որտեղ ասում աչքերը բռնված էին, ուրեմն չէին ճանաչում, և Հիսուսն ինչ է ասում, Հիսուսն ուզում է իր մասին հայտնել, Հիսուսը ուտելիքի կարիք չուներ, որտեղ երբ եկան ափ իրանք, տեսան, որ կրակ կա, վրան ձուկ է խորովում, հաց կա, ձուկ կա մի հատ, հա, բայց Հիսուսն ասում է, տղաներ ուտելու բան ունեք, ասեցին չունենք, ինչ է ասում Հիսուս,
Ուրկանները գցեք նավակի աջ կողմը եւ կբռնեք։ Այստեղ էլ խնդիր կա։ Ձախ գնալու եւ աջ գնալու։ Աջը ուղիղ ճանապարհն է, ուղիղ գործերն է, արդար գործերն է։ Ձախը անորեն անիրավ մեղսալի գործերն է։ Ուրեմն մենք պիտի միշտ զանազանենք իրարից։ Մենք մեր գործերը ձախի գործեր են, թե աջի գործեր։ Աջի գործերը Աստվածահաճո գործերն են։ Աջի գործերը Աստծո պատվիրաններով արվող գործերն են։ Ձախի գործերը մեր աշխարհի օրենքներով արվող գործերն են։ Հա? Ուրեմն ասեց աջ կողմը գցեք ուրկանները։ Չգիտեմ, գիշերը այդ մարդիկ կարողա այս կողմել էին գցել, այն կողմել էին գցել, բայց Հիսուս շեշտում է։ Չասեց ուղղակի։ Հիսուս որ ասել ուրկանը գցեք ջուրը ձուկ կանեք, էլի դուրս կգա ձուկ։ Բայց Հիսուս շեշտեց, թերևս այս հանգամանքը կարևորելու համար, որ մենք պիտի աջ կողմել լինենք։ Հա? Աչակողմյան դաս, ասում է արդարներն են, ձախակողմյան դասում մեղավորներն են։ Հա? Ուրեմն աչակողմյան դասում աջ կողմը պահենք մենք։ Ուրեմն մեր գործերը թող լինեն արդար, Աստվածահաճո։ Երբ գցեցին, ասում է, այնքան շատ ձուկ պարփակեցին ուրկանի մեջ, որ նույնիսկ քաշել չէր լինում ուրկանը եւ դժվարությամբ են քաշում եւ զարմանքն էր, որ այդքան շատ ձուկ կար մեջը եւ ուրկանը չպատռվեց։ Բայց այդ ամեն ինչի արդյունքում ինչ եղավ։ Եթե ուշադիր եղաք, Հովհաննես, ասում է, այն աշակերտը, որին Հիսուս սիրում էր, դա Հովհաննեսն էր, այս ավետարանի հեղինակը, որից կարդում ենք, ասում է, Հովհաննեսն անմիջապես ասաց Տերն է։ Ինչպես ասաց, հրաշքը տեսավ, որտեղ դա հրաշք էր։ Եթե ամբողջ գիշեր դու ոչ մի հատ ձուկ չես բռնում, ու այդ մարդու ասած մի խոսքով քո ուրկանը գրեթե պատռվելու աստիճան լցվում է ձկներով, այդ պատահական չի։ Այս շատ կարևոր է, որ մենք մեր կյանքում հրաշքները տեսնենք։ Գիտեք, շատ ու շատ մարդկանց աչքերը բռնված է, հրաշքը չեն տեսնում։ Ես ուրիշ անգամ եմ ասել, սրանից շուրջ 30-33-4 տարի առաջ, մի քանի տարի 91-92 թվականներին Գորիսում էի ապրում եւ այնտեղ մի տղա կար, որը հավատացյալ տղա էր, բայց բանը հիվանդ էր, հոգեբուժարանում 10 տարի պարկել էր։ Եվ երբ որ հետո իր հետ մենք զրուցում էինք, ասում էր, ես զարմանում եմ այս մարդկանց վրա։ Ասում են, հրաշք տեսնենք, որ Աստծուն հավատանք։ Այս կյանքը, որի մեջ ապրում ենք, այս բնությունը, որ տեսնում ենք, այս մեր շրջապատող ամբողջ աշխարհը հրաշք է։ Եվ ես ասում էր այն մարդը, որին ամբողջ Գորիսը գիժ էր հասցում։ Հասկանում եք։ Այսինքն մարդը տեսնում էր Աստծո հրաշքը։ Իրանց նորմալ համարող մարդիկ չեն տեսնում Աստծո հրաշքը, բռնված է իրանց աչքերը։ Հովհաննեսը տեսավ եւ ճանաչեց, ասեց Տերն է։ Հասկանում եք, պիտի տեսնենք, պիտի ուզենանք տեսնել։ Գիտեք, նույն փարիսեցիները ավետարանում հիշված Հիսուսի հրաշքները տեսնում էին, ավելի գժվում էին, բարկանում էին, չարությամբ էին լցվում, ուզում էին Հիսուսին սպանել։ Բայց փարիսեցիների մեջից Նիկոդեմոսը տեսավ, եկավ ասեց, ես տեսնելով այն գործերը, որ դու ես անում, ես հավատում եմ, որ դու երկնքից ես իջել։ Խոստովանեց Հիսուսին, որպես երկնքից իջած, Աստծուց եկած։ Այսինքն մեկը տեսավ, մեկը չտեսավ, ով ուզում է տեսնել, տեսավ, ով չի ուզում տեսնել, չի տեսնում։ Գիտեք ինչի չեն ուզում տեսնել։ Եթե տեսնես Աստծուն, ճանաչես Աստծուն, ուրեմն պիտի մտածես, որ նաև դու պիտի պատասխան տաս Աստծո առաջ։ Իսկ ով չի ուզում պատասխան տա, չի ուզում դատաստանի առաջ կանգնի, ասում Աստված չկա, որ ինչ ուզենա անի իր կյանքում։ Բայց ասես թե չասես, Աստված կա եւ մի օր պիտի կանգնենք այդ Աստծո առաջ, պատասխան պիտի տանք։ Այնպես որ մեր ասելով չի Աստված կա թե չկա։ Եթե դու քո համար ասում ես Աստված չկա, ինքնախաբեության մեջ ես։ Հա? Ջայլանի նման գլուխդ կողել ես ավազի մեջ, մցրել ես ավազի մեջ, որպեսզի վտանգը չտեսնես, բայց այդ վտանգը կսրբի քեզ կտանի, գլուխդ էլ կմնա ավազի մեջ թաղված։ Ուրեմն Հովհաննեսը ճանաչեց հրաշքից եւ ասաց Տերն է։
Հետո հաջորդ քայլը Պետրոսը մի բան արեց։ Պետրոսը ասում է հագուստը գցեց իր վրա, իրեն գցեց ջուրը, որ լողալով հասնի, շուտ հասնի ավելի շուտ, քան նավակը, հա, տիրոջ մոտ։ Գիտեք, մարդիկ ընդհանրապես ջուրը մտնելուց ոչ թե հագուստը գցում են վրաները, այլ հագուստը հանում են, որ մտնեն ջուրը, չէ՞։ Բայց այդտեղ ինչ տարօրինակ բան եղավ։ Ինչի Պետրոսը այդպես վարվեց։ Ավետարանը ասում է, որովհետև մերկ էր։ Այսինքն Քրիստոսի առաջ, Տիրոջ առաջ, Աստծո առաջ մենք պիտի պատշաճ ձևով ներկայանանք, մերկ չներկայանանք Աստծո առաջ։ Հա։ Նաև այստեղ է խնդիրը, որ եկեղեցի գնալուց մենք պիտի պատշաճ հագնված լինենք։ Ինչքան էլ ամառ լինի, հա, կամ ինչքան էլ ինչ-որ մի տեղից գալուց լինենք, տղամարդիկ, հա, կարճ շալվարներով, այդ շորտիկ կոչվածով, ոտքերը հողաթափով չգնան եկեղեցի։ Կամ սպորտային հագնված չգնան։ Շատ հիմնարկներ պետական, հա, դռների վրա գրված է, սպորտային հագուստով մուտք արգելում է։ Մենակ ոստիկանություն չես գնա, չգիտեմ, ԶԱԳՍ չես կարող գնալ, նոտարի մոտ չես կարող, կա ինչ-որ տեղ է, թաղապետարան, բան, ինչ-որ տեղ է, հիա։ Ուրեմն այդպես տեղ է, չի կարելի սպորտայինով գնալ, բայց եկեղեցի կարելի է սպորտայինով գնալ, հա։ Մեկ էլ որ դիտողություն ես անում, ասում ես, պատշաճ չի, ինչ աղել որ։ Էլ կանանց մասին չեմ ասում, հա, թե ինչքան անպատշաճ հագուստներով կարող ենք մենք եկեղեցում լինենք, ուրեմն Տիրոջ ներկայանալու համար մենք պիտի պատշաճ լինենք, հա, մեր հագուկապը, մեր վիճակը, մեր ամեն ինչը, հա, մենակ խմած վիճակում եկեղեցի մտնելը, կարծում եմ, մեղք է, հա, մեկ պատահում է մարդը մտնում է եկեղեցի, որ երկու խոսք ասում, ես որ վրայից խմիչքի հոտափիչում, հա, բնական է, խմած մարդու հետ չես վիճի այդ պահին, բայց գոնե զգուշացում ես, ասում ես մյուս անգամ եկեղեցի գալուց, չխմես, հա, որ տենց մեղմ ասում ես, ընդունում որ մի անգամից ասես ինչ ես խմել դուրս արի բան, կարող հետդ կռիվ անի իսկ, ուրեմն սրանք կարևոր է, ուրեմն Պետրոսի արարքը մեզ ցույց որ մենք պիտի Տիրոջը ներկայանանք պատշաճ ձևով, հա, այսինքն իմանանք ում առաջ ենք կանգնում, ում մոտ ենք գնում, եւ երբ հասան ուրեմն ծովեզերին, ափին հասան, տեսան որ մի կրակ է վառված, վրան էլ ձուկ է խորովում, այսինքն իրանց մոտ ուտելիք չկար, Հիսուսն էլ ասեց ուտելիք ունեք, ասեց ինչ է, հա որտեղից, այս նշանակում է որ ամեն ինչի Տերը, հա, այդ ձուկ տվողն էլ, այդ հաց տվողն էլ, մեր գործ օրհնողն էլ, ով է, Աստված է, եւ առանց Աստծո օրհնության մեր կյանքն է անիմաստ, ոչ միայն մեր ձեռքի գործերը, այլ մեր կյանքն է անիմաստ, եւ միայն Քրիստոսով է, որ ամեն ինչ իմաստ ունի, եւ Քրիստոսն ասեց, եկեք ճաշենք, հիմա Քրիստոս մեզ ասում է, եկեք ճաշենք, Քրիստոսի ճաշն է, սուրբ պատարագն է, հա, Քրիստոսի խնջույքն է, որին Քրիստոս մեզ հրավիրեց, եւ այս ճաշին որպես կերակուր, ինքը տրվեց մեզ որպես կերակուր, իր մարմինն ու արյունը տվեց, իր կյանքը տվեց, ինքն իրեն տվեց որպես կերակուր, եւ այդ ամեն ինչը, հա, կնքվեց ինչով Քրիստոսի հարությամբ։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է Աստծո Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ հավատի։